Տարածաշրջանում պայթած պատերազմի ընթացքում համատեղ զորավարժության են պատրաստվում Թուրքիան ու Ադրբեջանը։ Թուրքիայի բանակից համակային զորքերի հրամանատարը Նախիջևան է գնացել, այնտեղ հանդիպել Ադրբեջանի առանձին համազորային բանակի հրամանատարի հետ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների թուրք գեներալը ադրբեջանցիներին վստահեցրել է, թե իր երկիրը կաջակցի Ադրբեջանին տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ լիակատար անվտանգության ապահովման նպատակով։ Հետո գեներալները քննարկել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն առնչվող հարցեր։ Թուրք-ադրբեջանական տանդեմի, մասնավորապես Իրանի դեմ պատերազմում Անկարայի դիրքավորման մասին կզրուցենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան Արման Բադալյանի հետ։ Նա այս պահին մեր տաղավարում է։ Բարի օր, Արման։ Բարի օր, Ալբերտ։ Արման, Էրդողանի երեկվա հայտարարությունից տպավորություն է, թե Թուրքիան, Անկարան ամեն գնով փորձում է չներքաշվել այս պատերազմի մեջ, ինչով է պայմանավորված այս զգուշավորությունը։ Այո, Ալբերտ, Թուրքիան այնքան զգուշավոր է եւ զգուշանում է իրանական հրթիռներից, որ անգամ փորձում է համոզել, որ իր տարածքում ամերիկյան ռազմաբազա չկա։ Մոտ 2 ժամ առաջ հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն այն մասին, որ Ինջիրլիքում ամերիկացի զինվորների ներկայությունը չի նշանակում, թե այն ամերիկյան բազա է։ Մեջբերեմ հայտարարությունից հատված, բազայի սեփականության իրավունքը իր բոլոր կառույցներով հանդերձ պատկանում է Թուրքիայի Հանրապետությանը։ Բազայի հրամանատար թուրք բրիգադային գեներալ է։ Այնտեղ ամերիկացի զինվորների ներկայությունը չի նշանակում, որ այն ԱՄՆ բազա է։ Այնտեղ առկա է նաև Իսպանիայի, Լեհաստանի եւ Կատարի զինվորական անձնակազմներ մեջբերման ավարտը։ Արման, արդյոք Թուրքիային կհաջողվի չեզոքություն պահպանել այն դեպքում, երբ պատերազմն ընդհուպ իր սահմաններին է մոտեցել, անգամ իրանական հրթիռ հատել է Թուրքիայի օդային սահմանը։ Ալբերտ, չնայած այդ հայտնի միջադեպին, Թուրքիան չի ուզում լարել իրավիճակը կամ հայտնվել երկընտրանքի առաջ եւ բացահայտ ընտրություն անել Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ Իրանի միջեւ։ Անկարան հասկանում է, որ եթե պատերազմը երկար տևի, դա անմիջապես հարվածելու է իր անվտանգությանը, տնտեսությանը եւ արտաքին քաղաքական հաշվարկներին։ Այդ մասին էր նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությունը, որում նա շեշտում էր, որ այս պատերազմը պետք է կանգնեցնել, քանի որ դեռ այն իր կրակով չի ընդգրկել ամբողջ մերձավոր Արևելքը ու քանի դեռ կա դիվանագիտական լուծման հնարավորություն։ Թուրքիան շատ լավ հասկանում է, որ նման մեծ ճգնաժամերի ժամանակ չեզոք դիրք պահպանելը հետզհետե ավելի դժվար է լինելու, ու եթե պատերազմը խորանա, Անկարայի վրա ճնշումը մեծանալու է թե դաշնակիցներից, թե հարևաններից։ Այդ պատճառով էլ Թուրքիան հիմա փորձում է ժամանակ շահել, նվազեցնել ռիսկերն ու ցույց տալ, որ ինքը կողմ է բանակցություններին, այլ ոչ թե մեծ պատերազմի։ Արման, Թուրքիան կարծես նաև փորձում է որպես հաշտարար ներկայանալ, այնպես ինչպես ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում էր։ Այո, Ալբերտ, Թուրքիան ավելի շատ փորձում է ներկայացնել որպես երկիր, որը կողմ է լարվածության նվազեցմանը, ոչ թե նոր ճակատների բացմանը։ Էրդողանը բաց տեքստով ասում է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի կողմերը վերադառնան բանակցությունների սեղան։ Թուրքիան առնվազն հրապարակային մակարդակում ուզում է հանդես գալ որպես զսպող դերակատար, բայց այստեղ կա նաև երկրորդ շերտը։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ չի կարող ամբողջովին անմասն մնալ այս ճգնաժամից, եթե Միացյալ Նահանգները այնուամենայնիվ փորձի ներքաշել ՆԱՏՕ-ին այս հակամարտության մեջ, ինչը այս պահին Իրաքի է քիչ հավանական է, Ալբերտ։ Իսկ որն է Թուրքիայի ամենամեծ վախը այս իրավիճակում։ Կարծում եմ, որ Թուրքիայի ամենամեծ վախը այս պահին այն է, որ եթե այս հակամարտությունը երկար շարունակվի, կարող են խաթարվել առևտրային ուղիները, էներգետիկ հաղորդակցությունները, օդային հաղորդակցությունը, ինչն անդառնալի հետևանքներ կունենա թուրքական տնտեսության վրա, որն առանց այն էլ լավ վիճակում չէ եւ Էրդողանը անգամ ջանք չի խնայում, մինչեւ 2027 թվականի նախագահական ընտրությունները որոշակիորեն կայունացնել տնտեսությունը։ Իրանի դեմ պատերազմի հետևանքներն արդեն զգում է նաեւ ամբողջ աշխարհը նավթի գնի աճի պատճառով։